Բարև մեր սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը Բերգահայ ռադիոյով եւ ես Մարիա Հակոբյանյանն եմ։ Այսօրվա իմ հյուրը Անդրեասյան Մարուշն է։ Բարև Մարուշ ջան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ։ Առաջի անգամ եմ լսում Մարուշ անունը, մի քիչ առաջ զրուցեցինք։ Ոնց ա եղել որ անունը Մարուշ ա եղել։ Անունս եղբայրս ա որոշել, հանդիպելա տատիկի հետ, իր անունը Մարուշ ա եղել, ասլա որ ինքը բարի կին ա, կուզեիք ցանկանայի որ իմ քույրիկի անունն էլ Մարուշ լինի։ Ինչ լավ ա։ Ու տենց մնացել եմ Մարուշ։ Բայց զատո օրիգինալ ա, ասենք Մարուշի հետ որ հանդիպում ես, ունեք իմս Մարիշա, բայց Մարուշ երբեք ես չեմ լսել։ Մարուշ ջան, երբ ես ծնվել, որտեղ ես ծնվել։ Ուրեմն սենց։ Ես ծնվել եմ Մղճյան գյուղում, Արտաշատի ռայոն, գյուղ Մղճյան։ Բայց իմ ծնողներս հայրիկս եկել է Իրանից, 46 թվին, մայրիկս Եղեգնաձորից, Գնիշիկ գյուղից։ Աղջիկներ մեր Եղեգնաձորի բոլոր իմ ընկերներին, լավ տեղ է Եղեգնաձորը շատ։ Իմ մանկության հետ կապված Ես շատ հաճախ եմ գնացել։ Հա, ես էլ շատ հաճախ գնացել եմ, բայց անցյալ տարի որ գնացել եմ, մեծ տպավորություններով հետ եմ եկել, որ գնացել է իմ մայրիկից ծննդավայրը։ Ինչ լավ է։ Շատ փոփոխություններ, շատ։ Քանի տարի չէիր եղել։ Ես այն ժամանակ Հայաստանում երկրորդ հղիությունս էր, երևի 90 թվին էի վերջի անգամ մայրիկիս հետ էին գնացել, այդ ժամանակ եմ եղել, դրանից հետո այդ գյուղ չեմ գնացել եմ Եղեգնաձոր, ասենք մորաքույր ունեմ Արփիում, իրանց տուն եղել ենք ամեն տարի, բայց գյուղ չէի գնացել Գնիշիկ, անցյալ տարի բախտ վիճակվեց գնացի, եկեղեցին էին վերանորոգել, տներ էին սարքել, ինչ լավ է։ Հա, շատ լավ Շատ լավ է որ մեր գյուղերին տիրություն են անում։ Մարուշ, ինչ ես սիրել փոքր ժամանակ, ինչ չես սիրել։ Փոքր ժամանակ սիրել եմ միշտ տղաների հետ խաղալ, ֆուտբոլ խաղալ, լողանալ, հեծանիվ քշել։ Ինչ աղես է։ Ձեր մոտ էլ այդ Եղեգնաձորում լավ գետեր կան։ Մղճյանում եմ։ Հա, Մղճյանում ես ծնվել։ Մղճյանում եմ ծնվել, Մղճյանում կար լողանալու տեղեր։ Հա։ Տենց մեծ կանալներ կար, լողանում էինք։ Այն ժամանակվա մանկությունը ուրիշ էր, չէ՞։ Հա, այն ժամանակվա մանկությունը դրսում ա եղել, դուրսն ենք անցկացրել, չենք իմացել հեռախոսն ինչ բան ա։ Չկար։ Հա։ Ինտերնետն ինչ է։ Դրա համար միշտ դուրսն ենք եղել երեխեքով, գիշերային խաղերով, պարան ենք խաղացել, ռեզին ենք խաղացել, կլաս ճամբար ենք սարքել, ճամբարում ամառային արձակուրդներին ճամբարում լավ մասնակցել եմ, ապրել են, երգել ենք, արտասանել ենք։ Ինչ չէի սիրում։ Ինչ չեմ սիրել։ Չեմ սիրել, որ իմ հակառակ, ասենք, ես ուզում էի պարի գնայի, ասում էին չէ։ Ես ուզում էի գիտարի գնայի, ասում էին չէ։ Այդ չէ բառը չեմ սիրել, որ բայց ինչի էին ասում չէ, չկար։ Կար, ամեն ինչ էլ կար, հնարավորությունը մի քիչ դժվար էր։ Մենք եղել ենք 8 երեխա։ Ամենափոքրը ես եմ։ Ճիշտ է, մի կողմից եմ լկստված ես եղել։ Տենց որ ասեմ լկստված եմ եղել, լկստված չեմ եղել, ուղղակի շատ եմ սիրել ինձ որպես տան փոքր։ Քանի տարի տարբերություններ մեծի հետ ամենը։ Ամենամեծի հետ 22 տարվա տարբերություն ա եղել։ Վահու, 22 տարի ինձանից 3 ամիս ա փոքր եղել։ Ես որ ծնվել եմ, մայրիկս ամանչել ա, որ տունը մարդ ա եկել, ինձ մի անկյուն ա մտցրել, որ հանկարծ ոչ մեկը չտեսնի։ Ու ես շատ խելոք եմ եղել։ Ասենք կերել եմ, քնել եմ, բայց ովքեր եկել են զարմացել են, էլի որ երեխա ուճուր բալիկ ունեն, բայց ձենը չկա։ Աստեն դու մայրիկին չեսի ասթափացել, տենց խելոք քո անկյունում մնացել ես։ Խելոք եմ եղել, բայց ինքը որ հետո արդեն մի քիչ որ մեծացել եմ, իմ քույրն ա ինձ պահել։ 10 տարվա տարբերություն ա մեծ քրոջս։ Իսկական տիկնիկ ես եղել էլի։ Հա, կյաժ մազերով, սպիտակամորթ։ Եղել եմ մի հատ տիկնիկ քույրիկիս համար, որ ինքը 10 տարեկան ա եղել։ Մամայություն արեք ես։ Հա, տիկնիկ չի ունեցել, ես իրա տիկնիկն եմ։ Ավելի լավ։
Ավելի լավ։ Բայց մամաս որ հանկարծ գյուղեր գնում, Եղեգնաձոր, հարսանիքի, առիթի հերը տնից մահվան, մի շաբաթ մնում էր, շաբաթներով գնում էր։ Դե ինձ էլ հետը չէր տանի, փոքր երեխա էր ունեցել, թող նային էլի։ Քույրիկ սայանձի պահել, բայց իր հետևից շատ եմ լացել։ Ինքը որ տնից գնում էր, ես շատ էի լացում։ Դե մամայի տեղ։ Հենորը մետ էի զրուցում, ասում որ սովորում էր բան, ասում ամենադժվարին էր, ասում որ իմ երեխես մամայիս թվում էր թե մամաս այ մաման էլի, ասում որտեղ դե ընթացքում որ հետո օգնում էր բան։ Խոսքդ կտրեմ, քույրս ամուսնացավ 17 տարեկանում, 16-ում ամուսնացել, չէ, 17-ում երեխա ունեցել։ Ինքը շուտ ամուսնացել, երբ որ ինքը ամուսնացավ, ես արդեն նոր պետք է գնայի առաջի դասարան, որ քույրիկիս տանում էին, բռնել էի իր շորից ու քաշում էի, ասում էի, չէ, իմ քույրիկն ա մի տարեք։ Հերույ էր ամուսնացել։ Երևանում էր ամուսնացել, բայց ամեն արձակուրդին ես իր հետ եմ եղել։ Ինչ հետաքրքիր։ Միշտ գնացել եմ Երևան։ Պահպանել եք այդ կապը մինչև հիմա։ Մինչև հիմա էլ կա այդ կապը։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Այդպես կապերը։ Դպրոց ես գնում։ Այն ժամանակ 7 տարեկանից էր, դպրոց եմ գնացել, շատ չարաճճի աշակերտուհի եմ եղել։ Ինչեր ես արել։ Դասարանում կազմակերպում էի, փախնում էինք։ Տենց բաներ ես արել։ Տղաներին ասում էի ցուցափայտ էին սարքում, ես աշխարհագրությունը շատ եմ սիրել։ Երբ որ դասատուն, ասենք, պատմում էր ու կիսատ էի թողում, ասում էի ես գամ շարունակեմ։ Որ նոր դասն էր տալիս։ Ես գնում շարունակում էի։ Ցուցափայտ ինչի համար էի ուզում։ Համ քարտեզը ցույց տալու, այն ժամանակ բերում էին մի հատ մեծ ատլաս։ Մեծ կախում էին ու դու գնում ցույց էիր տալի, համե պատմում էիր։ Ցույց էի տալիս, հետո դասամիջոցին այդ ցուցափայտով տղաներին էի ծեծում։ Այդտենց չարաճճի եմ եղել։ Boss lady։ Չեմ ասում բացարձակ գերազանց եմ եղել, բայց միջին։ Լավ ես սովորել։ Հետո ո՞նց ես որոշում, ինչ ես ուզում դառնալ։ Վերջացրեցի, մինչև այդ ընթացքում Պարի եմ գնացել։ Հասար ուզածից։ Կուլտուրայի տանը միշտ Պարի եմ գնացել, ժողովրդական Պարի։ Բայց փախնելով տնից։ Չեն իմացել։ Հանկարծ եղբայրս չիմանա, հանկարծ այն պապան չիմանա։ Ինչ հետաքրքիր է։ Միշտ վախվխալով գնացել եկել եմ, բայց գնացել եմ։ Ասենք բնավորություն, ասենց ուժեղ։ Ես ուզում էի, կամքի ուժ ունեի, որ գումարել պետք չէր, չէինք մուծում։ Բայց ինչի չէին, ասենք հատկապես եթե գումարել պետք չէր, ինչի։ Նրանից հետո 7-րդ դասարանում մեր դպրոցում գիտարի խումբ բացվեց, որ գիտար պետք է նվագեին, ես շատ էի սիրում։ Գիտար ասում էի ամբողջ օրը գիտարը լներ կնվագեի։ Միշտ եղբայրը սուդարնիկ էր նվագում, իր խումբը որ գալիս էր մեր տուն նվագելու, ես միշտ գիտարը վերցնում էի ձեռքս։ Հետո գնացի մի ամիս, դե ամսվա վերջում պետք է 10 ռուբլի մուծեինք ամսվա վճարը։ Եկա մամային ասեցի, մամա, ես գնացել եմ գիտարի, 10 ռուբլի տուր, որ տանեմ մուծում անեմ։ Ասեց աղջիկ ջան, ես ամսական 10 ռուբլի քեզի որտեղից տամ։ Դե այն ժամանակ կոլխոզ էին աշխատում, մի անգամից գումարը տալիս էին, դեկտեմբեր ամսին ստանում էին, ազիվ մեր այս երեխեքին հերիք էր, մենակ ես չէի։ Ու տենց կիսատ մնաց, չսովորեցի, չշարունակեցի։ Մեծ տարիքում չես սովորել։ Չէ, էլ արդեն առիթ չի եղել, որ հիմա կարես գնաս սովորես։ Հիմա ակադեմիաներում գիտես, մարդիկ չկա տարիքային սահմանափակումներ։ Հետո նրանից հետո վերջացրել եմ ստաժի համար ուսումնարանը վերջացրել։ Ուր ես գնացել ուսումնարան։ Երևան։ Չէ, որ մասնագիտությամբ։ Ուղեկցող գնացքի մեջ ուղեկցող։ Մի քիչ գեոգրաֆիայի հետ բան, մի կապ ունի։ Այդ վերջացրեցի, համ ինձ մոտիկ էր հարմար էր, կայարանում էր ուսումնարանը, որպեսզի ստաժ ունենայի քույրական տայի։ Առաջի տարին կտրվեցի, որ երկրորդ տարին արդեն գնայի։ Երկրորդ տարին էլ այնց եղավ, որ մեր ընտանիքը բոլորը ամուսնացան, գնացին,
Ես էի մենակ տունը մնացել, այտենց Արտաշատի կուլտուրայի տանը բացվեց քույրական կուրսեր։ Գնացի քույրական կուրսեր, 6 ամիս քույրական կուրսեր եմ սովորել, նրանից հետո ասեցի, որ կարում եմ այդ բանով գնամ աշխատեմ, իմ գլուխս պահեմ, ոնց որ ասած։ Ավելի շատ այդ քույրականը սիրում։ Հա, քույրականը շատ եմ սիրել։ Ասենք փոքր ժամանակ գործ որ ընկնում էր ձեռս, պետք է բացեի, օպերացիա անեի, կռիսը բերում էի, այդտեղից բացում էի, նայում էի։ Աղջիկս ասում էր, ես վետերինար եմ դառնալու։ Այն ժամանակ իմ շեֆս վետերինար էր։ Ասում է աղջիկս ում վետերինար դառնա, ասում էր սպաս, հեսա դպրոցում են գործ բացելու մոմենտը որ կգա, կդադարի, ասում է սաղին թվում է, թե շունիկ պահելն է, մեկ իմ աղջիկը զանգեց մի օր։ Մամա դու իրաց կարաս ասես, որ ես չեմ կարա այդ գործին կտրեմ, դու վերջացավ մեր վետերինար դառնալու։ Չէ, ես սիրում էի կամ հավը, որ մերոնք մորթում էին, ուշադիր նայում էի, որտեղ է սիրտը, որտեղ է թոքերը։ Ինչ հետաքրքիր է։ Շատ էի բան անում։ Աշխատում ես որպես բուժքույր։ Բուժքույր երկար չեմ աշխատել, էլի շատ քիչ եմ աշխատել, որտեղ սմենով էր։ Հարմար չէր։ Այդ օր առավոտը գնացի, պետք է մնամ մինչև մյուս առավոտ։ Դե այն ժամանակ ծնողներս արդեն տարիքով էին, տունն էին, խնամքի կարիք ունեին, գիշերը իրավունք չունի աղջիկը դուրսը մնա։ Ամուսնացած չէի։ Հա, ամուսնացած չէի դեռ։ Ու տենց միանգամից այդ գործն էլ փակեց իմ առաջ։ Էլի չգնացի ծնողներիս խաթր։ Հետո գնացի կարի արտել աշխատեցի մինչև ամուսնանալս։ Աշխատել եմ կարի ֆաբրիկայում։ Նրանից հետո ամուսնացա։ Մի րոպե, ամուսնացար։ Ոնց, ինչ, իսկ քո վերսան եմ։ Վիգենինը լսել եմ արդեն։ Հա։ Հիմա քո վերսան եմ լսում։ Մեր ամուսնությունը պատահական է ստացվել, ասենք իրենց գյուղում, որ ես ընկերուհիներ եմ ունեցի աշխատանքային, գնացել ենք, եկել ենք, շփվել ենք, բայց Վիգենին տեսել եմ, որպես իրենց հարևան, լսեցիր։ Բարևել եմ, անցել եմ, մտքովս չի անցել, որ ես այդ փողոցում պետք է հասկանամ։ Հետո մի օր իմ ընկերուհին իրանց տուն եմ ես եթում, դասընկերուհի, որ լինի իր բարեկամը Վիգենի։ Գնում եմ այնտեղ, ասում եմ, պետք է հաց ուտենք, կոֆե խմենք, այնց որ մնա, աղբերս քեզ կտանի կհասցնի տուն։ Այդ որ պատմում եմ, Արտաշատում է ինքը ապրում։ Դուք այն տարեկան ես։ Եմ ապրում, 25 տարեկան եմ արդեն։ Հա։ Հետո մինչև հաց սարքելը, հաց դնելը, մեկ էլ տեսա իր աղբերը ինչ որ մի տողու հետ ներս է գալի։ Սովորական բարևում ենք, նստում ենք, հաց ենք ուտում, բա։ Հետո մի հատ կին է գալիս, աղջիկ էլի, այսինքն ամուսնացած։ Բայց իմ հարսն է, աղբորս կինն է, ընկերուհիս է պատմում, հարսս աղբորս կինն է, ծանոթացի, ծանոթանում եմ, դու մի ասա Վիգենի քույրն է։ Եկել են հարսին տեսնելու, հա։ Նստում ենք, հաց ենք ուտում, հետո ասեց Մարուշ, դու լավ կոֆե ես դնում, հելի կոֆեն դիր, այդ ընկերուհիս է ասում։ Հելա կոֆեն դրեցի, ասեց երկու բաժակը թող խոհանոցում, ասում ինչի համար։ Վիգենը քեզ բան ունի ասելու։ Ասում բայց Վիգենն ով է, որ ինձ բան ունի ասելու։ Դե լավ, դիր հեսա կգա, որ նստած ուտում էինք, հարսիս աղբերն է, տես ինչ ասում։ Նստեցինք, սուրճը վայելեցինք, երկուսով իրար հետ խոհանոցում, ասեց քո տարիքն էլ փոքր չի, 18 տարեկան չես, որ ես բացատրեմ ինչի համար ենք նստած, ինչի համար ենք սուրճ խմում, ինչի համար ենք իրար հետ սուրճ խմում։ Խոսացինք, հասկացանք ինչ որ բան, բայց ես հələ մտադրություն չունեմ ամուսնանալու։ Մտքովս չի անցնում։ Մտքովս չի անցնում։ Դե այն ժամանակվա համար երիտասարդ չէր 25 տարեկանը։ Իմ ամաս 25 ամուսնացել, ասում է ես գտնում եմ, որ ես շատ մեծ ժեստ եմ արել, որ այդ տարիքում ամուսնացել եմ։ Հա, ու տենց ասեց հանդիպենք։ Ինքը այդ ժամանակ Երևանում Միասնիկյանի անվան կահույքի գործարանի գարաժում էր աշխատում։ Ասեց հանդիպենք Կայարանում, ես էլ աշխատում եմ Մասսում։ Բանը, գործից հետո դուրս եկա, գնացինք, հանդիպեցինք, չէ,
ներողություն։ Մինչև հանդիպելը ասեցի, չէ, հայրիկս հիվանդանոցում է, մինչև դուրս չգրվի, ես քո հետ չեմ հանդիպի։ Վերջը հայրիկս մի ամիս պարկեց հիվանդանոց, դուրս եկավ, Սպասացրել ես տղուն։ հա, ասել մինչև այդ ընթացքում Տեսնենք, տեսնենք ոնց կլինի։ Բա ոնց էիք շփվում իրար հետ։ Շփվելը իր բարեկամը հարսը իմ հետ էր աշխատում, նրա միջոցով բան էինք փոխանցում, որ իր հայրիկը դուրս չգրվեց հələ հիվանդանոցից, որ հանդիպենք։ Ու տենց հետո հեռախոս կար, տան հեռախոսով շփվում էինք մեկ-մեկ։ Տենց հայրիկս դուրս գրվեց, առաջի հանդիպումը հանդիպեցինք, այդ նույն ընկերուհուս մայրիկը Սասունցի Դավիթի մոտ կանգնած ծաղիկ է վաճառում։ Առաջի օրն է գնում ենք իրար հետ, մինչև Ռասիա ոտով են գնացել։ Գնաց տեղից անցնում ենք, մեկ էլ ասեց կանգնեք հլը։ Ինչքան լավ զույգեր եք։ Ինքը Դեմղճանի լեզվով էր խոսում այդ։ Ասա, կարաս տենց ասես, թե չես։ Ինչքան լավ զույգեր եք, իրար սազել եք։ Վերջ տենց ասեց ծաղիկ չես առի, Վիգեն ծաղիկ տամ թող բան անի։ Ասի չէ, դեկտեմբեր ամիսն է իմ ձեռները սարում է, դու ասում ես ծաղիկ բռնի։ Վերջը ինքը իր օրնանքը տվեց։ Մենք շարժվեցինք առաջ, գնացինք, այդ օրը գնացինք Ռասիայի տակ թեհարան կար, նստեցինք թեհարան, թեյ խմեցինք, խմորեղեն կուտես, ասի չէ, ես դրսի խմորեղեն չեմ ուտում, ատենց լավ ես պատրաստում, որ դրսում չես ուտում, ասի հա, լավ եմ, դե կտեսնենք, վերջը տենց շատ լավ ես պատրաստում, ես կերել եմ, ստացվեց ընենց, որ երկրորդ հանդիպումից հետո որոշեցին, որ իրան գան մեր տուն, իմ ձեռքը խնդրելու։ Դե ինչ արդեն սկեսուր մայրիկս էր, իրա մեծ եղբայրն էր, եղբորկինն էր, քույրն էր, քրոջ ամուսինն էր։ 5 հոգով եկել էին մեր տուն։ Եկան, հայրիկս ասեց, ես աղջիկ չունեմ տալու։ Ես չգիտեմ դուք ով եք, ինչ եք, որտեղ եք ապրում, ինչ եք անում, ինչ եք, ես չհետաքրքրվեմ ձեր արմատները։ Բայց չգիտեմ, որ դու այդ հանդիպել էիր, տեսնվել էիր։ Մայրիկս գիտեր։ Հա, բայց հայրիկը չէ։ Չգիտեմ, մայրիկը ասած կլներ, հնարավոր չէր չասել, իրանք միասին շատ էին խոսում։ Հա։ Ասեց ես չեմ ճանաչում իրան, ես աղջիկ չունեմ տալու։ Հա։ Կիսուր մայրիկս շատ միացուրդ կին էր։ Ասեց խնամի ջան, բայց հələ խնամի չենք, հա։ Մերը որոշել է։ Հայրիկս խոսք չի տվել, ասելա ես հələ աղջիկ չունեմ տալու, մինչև չհետաքրքրվեմ, ասես լավ խնամի ջան, մենք գնում ենք, մի շաբաթ անպայման հետ կգանք։ Դու հետաքրքրվի, իմացի, մենք մի շաբաթ այսքանով եկել ենք, այսքանով էլ կգանք։ Ինչ լավ է։ Հա։ Հետո մենք պապայիս հորեղբոր տղենք, իրանց գյուղում ապրում, ունենք ընդեղ էլի բարեկամներ, հետաքրքրվեց, ասեցին խելոք ընտանիք են, եկել են ստեղ հայրիկը մահացել է, մերնա 3 աղջիկ։ Ոստը իրանք են, չէ՞, պարսկահայ եք։ Հա, իրանք չեն ճանաչել պապաները իրար հետ աստորեն։ Չէ, չեն ճանաչել, իր հորեղբորը ճանաչել են։ Որտեղ այդ մեր բարեկամներ, որ մնում էին, այդ փողոցում էր իր հորեղբայրը։ Այդ հորեղբայրը գիտեին, բայց որ իրանք ուշ էին եկել, ուրիշ փողոցն էին ապրում։ Հայրիկս չէր ճանաչում, կապ չկար։ Հա։ Հետո հետաքրքրվեց, իմացա, որ լավ է։ Մի շաբաթ մեկ էլ տեսա մի 4-5 հատ ավտո եկան շարվեցին մեր դուռը։ Ասես ինչ էր։ Հա։ Հիմա եկել են այդ իր հոպարի տղաներն են։ Դե որ նույն գյուղում էին, գիտեիք բոլորը։ Սկեսուրս ասել էր այն մեկին կանչեմ, այն մեկը կնեղանա, այն ոչեմ 5 աղբեր են, 5-ն էլ եկել էին իրանց տիկիններով։ Շատ են քիչ չեն։ Հա։ Հետո առաջներում պատրաստում էին, չէ՞, նոր տարվան ամեն ինչը պատրաստի, բայց ասենք ուտելիքը բանա պատրաստ թարմ կար, պատրաստել էր քույրիկս։ Քույրիկս շատ լավ պատրաստում է։ Հա։ Տեսանք, որ շատեր բերեցինք սեղան ավելացրեցինք, եկան նստեցին, դելը ուտելիք բան չենք դրել, պետք է խոստան, որ ուզում եմ նոր ուտելիք դնենք։ Հետո ինձ հարցրեցին, նորից ասում եմ, չէ, ես չեմ ուզում, քուրս ասեց, այսքան ժողովուրդ եկե կանգնել են, այնտեղ քեզ են սպասում, դու ասում ես չեմ ուզում։
ասեց դրա ձեռքերը հələ նայ տես ինչ աշխատավոր ձեռքեր ունի, փեսեն, ասելա փեսա չի փեսա ես ասում, շատ լավ խելոք տղա է, ես իմ կողմից համաձայն եմ։ Ասի դե լավ, որ համաձայն ես, տիկնիկի նման էլի բերի կայնացրին Վիգենի կողքը, հա, հետա մատանին հանեց դրեց մատս, միջև հիմա մատսա, ու տենց ստեղծվեց մեր ընտանիքը։ Ինչ լավ պատմություն է, չէ՞, տենց բարի։ Հա, ամուսնացանք, երևի իրար համար էինք ստեղծված։ Ճիշտ եք հանդիպել իրար, էլի, որ այսքան դժվարությունից հետո։ Հա, դժվարություններ շատ կա, էդի դժվար չէր, էդի շատ հեշտ պահն էր, բայց մենք որ ամուսնացանք, այդ տարի սկսեց այդ շարժումները, ցույցերը։ Նրանից հետո ես արդեն հղի էի, առաջի հղիությունն էր, երկրաշարժից հետո 6 օր հետո իմ աղջիկն ա ծնվել 78 թվականին։ Նրանից հետո այդ ծանր պահերը, դժվարությունները։ Սերգեյից էինք խոսում, իրանց աղջիկն էլ ա ծնվել երկրաշարժից մի քանի օր հետո։ Ուղիղ 6 օր հետո իմ աղջիկը հունվարին պետք է ծնվեր, բայց երկրաշարժը արագացրեց ինչ որտեղ, Դերի հուզմունք, վախից, ես շատ ուժեղ վախ տարա այդ պահին, կակրած այդ օրը ես հայրիկենցս տունն էի, լվացք էի անում ձեռքով, երեխու շոր էի լվանում, քրոջս երեխու շորն էի լվանում, ինքը եկավ սենց բռնեց ինձ հետևից, ասեց չվախենաս երկրաշարժը, կամանց ինձ դուրս տարավ այդ մեր հողամասի ծառները էսկոմ էին գնում, հողը էսկոմ էր գնում, այսինց էլ, ես էլ գիտեմ, ես եմ վատ, ասում եմ կաղահեղիությունը սա վատ է, ռես ազդել ավրես, քիլոս պտտում, ասեց մի վախեցի երկրաշարժը, ու տենց ինձ թվում է այդ պահից հետո ես անդհատ վատ ու եկավ շատ դժվարությամբ ունեցա, մի սուտկա ես ցավ եմ քաշել, նոր ունեցել եմ, նրանից հետո երկրորդ երեխով մնացի 90 թվականին, ունեցել եմ 90 թվին, այդ տարիները արդեն պատերազմական շրջաններ, շատ վատ պահեր էր, այդ երեխան ծնվեց, 91 թվին իմ լուսահոգի կիսուրս մահացավ պատահական, կույրաղիքը պրիստուպը բռնեց, ոչ մեկս չհասկացանք, ինքն ասեց երեք գավիադին եմ կերել, թունավորվել եմ, ստամոքսի լվացում արեք, հոգնա արեք, ես լավ կզգամ, ամեն ինչը արեցի, ինչ իմանայիր, հա, եթե իմանայինք, որ կույրաղիքն ենք, կտանեիք հիվանդանոց, կույրաղիք չէր ցույց տալի, ստեղներն էր ցույց տալի, ընդհանուրներ, ընդհանուր մարմիններ, հետո տարանք հիվանդանոց, այդքանից հետո տեսա չէր, լավ չէր, Վիգենը գործի էր, բայց իր եղբորը կանչեցի, ասեցի, այն ժամանակ դա երկու երեխա էր, երկուսն էլ փոքր տունը, ասի արի տար հիվանդանոց, սենց չի լինի, տարանք հիվանդանոց, մինչև լուսադեմ բժիշկները արդեն հույսները կտրել էին, ասել էին, որ տրաքելա, այրան մեջ հանցել, չէր կարա, բժիշկը չէր վերցել իր վրեն, եթե բացեր կմնար իր վրեն, կասեին դու ես արել, որ մահացել է, ու տենց մինչև լույս չէր դիմացել, մահացել էր, շատ ափսոս, շատ լավ կին էր, երեխու հետ երեխա էր, ջահել է ջահել, մեծի հետ մեծ, շատ լավ ընտիր կին էր, ես չեմ պատկերացնում, հա, բայց լավն էր, ես չեմ պատկերացնում, որ իմ կիսուրի նման կիսուր ունենամ, կարող է իմ մայրիկն էլ այդքան լավ կիսուր չի եղել, իմ համար կարող է լավ մայր ա եղել, բայց հարսներից համար կարող է վատ կիսուր ա եղել, բայց իմ կիսուրը իմ համար շատ լավ ա եղել, լավ ա, Աստված հոգին լուսավորի, հա, Աստված հոգին լուսավորի, դրանից հետո կիսուրս որ մահացավ, 92 թվին իմ երեխեն ինձնից տարավ կիսուրս, ինքը մի հատ տղա ուներ, Վաղարշակ անունով, ասել էր, եթե տղա երեխա ունենա, այդ երեխու անունը պետք է վերցենք, իր տղեն ջահել մահացել էր առանց ամուսնանալ, Պարսկաստանում, չգիտեմ ամուսինս պատմելա թե չէ, ու տենց դրեցինք Վաղարշակ այդ երեխու անունը, ես որ երեխուն կուրծք էի տալի, իմ կիսուրը իմ կողքից չէր էդ ունենքում, մեր ուշադիր նայում էր, ասում էր տենեմ տղես կշտացավ, թե չկշտացավ, հա, նոր տարի էր,
օգոստոսին էր ծնվել իմ տղեն, նոր տարվան է դե անունը 4 ամիս 4-5 ամսական։ Ասում էր ես կպահեմ Մայրամիկին տարեք, աղջկաս է, ասում էր հետները տարեք ինքը քայլողա, ես իր հետևից չեմ կարող վազեմ, վաղաշակին թողեք, ասում էի բայց վաղաշակ կուրս կա ուտում, ոնց կարաս բայց քո գործը չի։ Հանուն քո գործը չի, ինքը մի քիչ պարսկահայերեն էր խոսում։ Հանուն քո գործը չի, դուք գնացեք ձեր նոր տարին, ձեր քավորի տուն, էսկոմ, մենկոմ, ինչ տակրկիր է։ Երեխուն պահում էր, հետ եկա ասի մամա, բա ոնց ես պահել, երեխեն չի լացել, հանու չէ, ասում բան տվեցի, չայով պեչենիով բաներ սարքե տվել էր, հետո տեսել էր չէ, որ շատ է երեխեն լացում, իրա կուրծքը հանե դրել էր բերան, ասում իմ կուրծքը հանը գցին բերանը, երեխեն հանգիստ քնած է հիմա։ Ինչ է տակրկիր։ Այդ օրերը ես հետ չեմ մոռանում, որ ինչքան տարված էր այդ երեխով։ Իսկ քեզ դա ոչինչ չէր բանանում։ Չէ, ես իրան շատ սիրում էի դրա համար։ Ես իրան շատ սիրում էի ու գիտեմ, որ իմ երեխեքի համար ինքը շատ ամեն ինչ էր։ Ես տեքորս կինը մեծն էր, 3 երեխա ուներ, հետո որ իմ աղջիկը ծնվեց, ասեց երկուսդ տունը չպետք է մնաք, մեկն ու մեկը պետք է աշխատեք։ Տեքորս կինն ասեց ես չեմ գնա, ինքը դպրոցում էր աշխատում, գծագրության դասատու ու մուղանում էր հեռու էր էլի տրանսպորտի համար, ասում էր ես չեմ գնա, ասեցի դե որ ինքը չի գնա, ես կգնամ, ինչ տարբերություն։ Մի տարեկան ա եղել, իմ աղջկան թողել եմ իմ կիսուրի մոտ, ես գնացել եմ աշխատելու։ Ինչ էիր աշխատում այդ ժամանակ։ Այդ ժամանակ էլի կարի ֆաբրիկայում աշխատում էի։ Նրանից հետո էլի աշխատել եմ, մինչև փակվել է, վայր ունել է հիմնարկը։ Նրանից հետո որ կիսուրս մահացավ, մի տարի հետո տղես մահացավ։ Ինչի՞ց։ Մեր աչքի դեմ ընկավ ավտոյի տակ։ 2 տարեկան։ Շոկողվեց։ Բայց ես երազ էի տեսել, որ պետք է այդ բանը լինի։ Լավ է։ Հա։ Ուրեմն այդ երազս ես ամեն մարդու մոտ չեմ պատմում։ Հիմա ասա Բելգիայից ես պատմում։ Հա, դրա համար չեմ ուզում շատ երկարացնեմ։ Քո իրավունքն է, մի պատմում։ Հա, երազումս տեսել էի, դրա համար այդքան հետո որ այդ եղավ, արդեն ասում էի, ուրեմն ես տեսել եմ, որ ինքը պետք է անպայման տաներ։ Տակրկիր է, չէ։ Շատ։ Հետո նրանից հետո ես նորից հղիացա, այս փոքր տղուս բերեցի 93 թվին։ 93 թվին այդ որ պատմում եմ, արդեն մենք առանձին ենք, փոքր տեքրս իր համար առանձին է, նույն զարպասով ենք մտ, այս կողմը մենք ենք, այս կողմը մենք ենք։ Հա, իրար հետ ենք ապրում։ Նրանից հետո որ այս տղես ծնվեց, մենք արդեն պետք է տուն սարքեինք, դուրս գայինք, տնամերձ հող էին տվել։ Պետությունը ծրի բոլորին այդ տարի 91 թվին որ կիսուրս մահացավ, հողաբաժանությունն ելավ, կոլխոզը վերացավ, հողերը տվեցին, տնամերձը տվեցին ու կարիք ուներ։ Մեզ էլ էին տվել, տուն պետք է սարքեինք, դուրս գայինք։ Բայց այդ տարիները ահավոր էր, պատերազմ, գազ չկար, լույս չկար, մի ժամով լույս էին տալի, չգիտեինք ճաշը դնեինք պլիտին, թե ջուր տաքացնեին, մեկը ջուրն էր դնում, մեկը ճաշն էր սարքում, մեկը զարյատկայի էր դնում, մեկը չգիտեիր, որ մի գործը տանեիր, հարցուկ անեիր, լվացքն անեիր, այսինքն խառը պատմություններ։ Մենք մեծ հարևան երեխա ունենք, այդ օրերին էր ծնվել, լույսը որ տալիս են, ես երեխան սկսում էր միաձեն լացելը։ Այնքան սովոր չէր լույսին իրիկունը, էլի որ։ Այդ տղես էլ որ ծնվեց, այդ տարի հողը փոխվեց, ռուբլին դարձավ դրամ։ Մենք էլ դաշտը որ տվել են հողը, այգի ունեին, խաղողի այգի էր։ Տարի հանձնել էին, այդ ռուբլիով ահագին փող էր, ահագին գումար էր։ Այդ գումարով պետք է տանեինք տուն սարքեինք, հիմքը գցեինք, որ փողը փոխվեց, այդ ոչ մի բան չէի կարողանեիր։ Այդ դրամը եկավ հեչ բան էր։ Ես իմ չգիտեմ այդ ժամանակ շատ էր տարբերությունը։ Շատ մեծ տարբերություն էր։ Շատ ուժեղ տարբերություն էր։ Մի խոսքով մնացինք այդ տան մեջ, ոնց ասեմ, ոչ գյաջած, ոչ պոլած, այնքան որ մնում էինք էլի, այդտենց նորակառույց մի հատ շենք էր սարքել էր կողքը, գենը։ Այն ժամանակ որ սկեսուրս կենթանի էր, ասում էր այս կողմը սարքենք, դուք մնացեք, այնի
հողն էլ մեծ հողը, կեսը նրան, կեսը նրան։ Դե հողաբաժանություն չկար, բան, բայց որ կիսուրս մահացավ, արդեն հողերը տվեցին, պետք է տային, առանձնանային։ Նրանց հետո աշխատեցինք, այդ հիմնարկները փակվեցին, մենք մեզի տվեցինք հողերին։ Հող մշակեցինք, երեխա պահեցինք, հետո 99 թվականին, որ այդ պատմությունը եղավ Վիգենը, որ պետք է դուրս գար, ինքը դուրս եկավ, մի խոսքով եկավ հասավ Բելգիա, մի տարի հետո 2001 թվականի փետրվարին ես երեխեքի հետ եկա ինչ տենամ, ես ինչ հա, գժանոց, մի գժանոց էլ ստեղ է։ Արդեն լագերից դուրս եկել արդեն, որ դու եկար, թե դեր լագերում էր։ Չէ, ինքը լագեր չինգ է, իրան սոցիալ տուն էին տվել, ստեղ մեր կենտրոնում Սկարպեն Հովելզիխը, նրանից հետո արդեն որ սոցիալ էին տվել, փող էր ստացել, ասել էր արդեն ստեից կարակ դուրս գաք, տուն վարձեք ձեր համար մնաք, ես որ եկա ինքը տուն էր վարձել, բայց ոչ այս տունը, Շոնդերբուրգենում, 3 տարի այնտեղ ենք մնացել, դժվար էր ինտեգրվելը, շատ դժվար էր, սկիզբը որ լեզուն չես հասկանում, ամենաբարդը էդ է, շատ քիչ գերմաներենին մոտիկ էր, որ ես դպրոցում գերմաներեն էի սովորել, կար բառեր, որ հասկանում էի գերմաներենից, բայց ընդհանուր չէի հասկանում, մինչև հասկանալը, մինչև շփումը, մինչև հետո այս բելգիացիները մինչև քեզ չեն ճանաչում, չեն շփվում, հատկապես ֆլամանական մասը։ Հա, իրան արդեն դե մի տարի գիտեին, հարևանություն բան արել էին, մեզի մի քիչ զգուշ։ Հա, արդեն մոտեցումը մի քիչ լավ եղավ, էլի։ Հետո երեխեքին դպրոց տարանք, մի օր էլ ոստիկանություն եկավ մեզի տնից տարավ, որ դեպորտ անեին։ Բայ։ Հա, երեխեքի հետ տարան, մենք չէինք, այսինքն հանձնվել էինք, բիսը եկել էր, ու տենց մնում էինք, բայց դիմել էինք նորից։ Բայց դե թե որտեղից էին իմացել, ինչ էին արել, եկան մեզի տարան մի խոսքով։ Ոստիկանություն երեխեքի հետ, ոչ Վիգենին, մենակ ինձ ու երեխեքին։ Հա։ Մեկի ձեներ էր լսում ներքևից, ֆլամեներեն, գորգրոց բան։ Այդ ոստիկանը բարձրացավ վերև պետը, աղջիկս արդեն քիչ ու միջ գիտեր, սովորել էր, հարևանի աղջկա հետ շփվելով սովորել էր։ Ասեց մամա, այս ոստիկանն ասում է, որ բանա ձեր հարևանները եկել են ձեր համար բողոք են անում, բելգիացի հարևանները, որ չտանեն, ու եկավ մեզի բերեց հյուրասիրեց, երեխեքին ուտելիք բերեց, հարևանը, չէ, ոստիկանը, հետո ասեց պետք է բայց սպասեք, մինչև պատասխանը գա, ինքը զանգել էր Բրուսել, կենտրոն, ասել էր լավ պատասխան ուղարկեք այս մարդկանց, որտեղ շատ լավ մարդիկ են, իրանց հարևանները, մեր տեղացիները, ժողովուրդը եկել են բողոք են անում, ասում են մեր հարևանին ինչ եք բան անում, իրանք խելոք մարդիկ են։ Լավ, այս ինչ լավ է։ Հետո տենց մեզի ազատ արձակեցին, եկանք տուն, բայց գնացինք նորից կոմիսարիատ, նորից ազուր բացեցինք, երկու անգամ մենք ինտերվյու ենք տվել, մի խոսքով դեր կարացավ 10 տարի սպասեցինք, մինչև այդ մի կտոր թուղթը տվեցին մեզ։ Ինչ ես արել, այստեղ աշխատել ես, թե հիմնականում երեխաներով։ Այդ 10 տարվա ընթացքում սևով ինչ գործ եղել է, արել ենք։ Ես էլ ամուսինս էլ, որ ընտանիք կազմենք։ Ինչ անես։ Երեխեքին պահենք, մեծացնենք, որտեվ սոցիալը եկավ մեր տան մեջ, ստեղ էինք արդեն, ասեց եթե դուք չեք կարողանում երեխեքին պահեք, մենք կվերցնենք երեխեքին կտանենք ինտերնատ։ Ասում չհասկացա երեխեքի համար ես եկել եմ, ասել եմ ստեղ հիմա դու իմ երեխուն ինձնից կտրես։ Ասի չէ։ Թուղթուր ես ամեն ինչ եք աշխատել։ Ասի չէ, ասես դե ուրեմն մեզնից ոչ մի բան չպահանջես, ասի չեմ էլ լավ է, ճիշտ։ Հա, թուղթը դրել դրել չէիք ստանում։ Ոչ մի բան, ասես դե ստորագրի, որ մեզնից ոչ մի բան պահանջ չունեք, ստորագրել ենք, մենք 10 տարի ոչ մի գումար չենք ստացել, ոչ մի օգնությունից չենք օգտվել։ Ահավոր է, լսի։ Մենք մեզանով, հա, մենք մեզանով ոդի ենք անում։ Հա։ Ուղղակի մենք էլի չէինք նեղվում մեր համար, երեխեքի համար, որ դպրոցում իրանք խեղճանում էին, տղես ֆուտբոլ էր գնում, ուրիշի անունով էր էթում մրցումների օրերը, որտեղ թուղթ չուներ, որ տանեին, ներկայացնում են անունները գրում են, կարդում են,
այս համարի տակ այսինչ երեխենա չէ խաղում։ Ինքը մի պահ իրան մեր այս գյուղի գրուպից տարան ավելի բարձր գրուպա աշխատում։ Ինքը այն ժամանակ գյուլապա էր կանգնում, շատ ընտիր, բայց որ թուղթ չունեցավ, հետո բան եղավ։ Չկարողացավ շարունակել։ Շարունակեց, հետո եկավ արդեն ուրիշ գրուպաներ, սովորական խաղացող անուններ։ Մինչև ստեղից գնալը ինքը խաղացել է։ Դե արդեն հետո թուղթը ստացան, նորմալ արդեն գրանցվեց ռեգիոնի առաջի գրուպայում, ինքը խաղացել է։ Հետո դպրոցում ինքը սովորել է սպորտի գծով։ Հա, ինքը սպորտի դասատու է հիմա։ Ինչ լավ է։ Բելգիայում այստեղ Լյուվենում էր դպրոցում դաս տալի, հետո որ այստեղ ստոպ տվեց, գնացել է հիմա Կուրասաու, այնտեղ էլ է ֆուտբոլ խաղում, առաջ Հարավային Ամերիկայի մոտ կղզի է, Վենեսուելա, Արուբա, լսած կլնես այդ կղզիները, Կուրասաուն այնտեղ ապրում, այս 4-րդ տարին է այնտեղ է։ Չգիտեմ ինքը գնացել ես մոտեհյուր։ Հա, ամեն տարի գնում ենք։ Այդ լավ արձակուրդները չեն, դեռ միշտ շատ սիրուն ամեն իդեալական տարին 12 ամիս ամառը։ Այդ ես պիտի տեղեղ տեղափոխվեմ։ Տեղափոխվի։ Արևը ինձ պետք է արև։ Հա։ Այնքան արև կտեղնաս, որ կհոգնես։ Չկա տեսպան, չգիտեմ։ Ինչ լավ է, Կուրասաու։ Կուրասաու։ Ես ես սպասում եմ պետք է ասես տեղափոխվել, չգիտեմ։ Չէ, մեր տեղափոխվել Կուրասաու։ Բայց ինչի հենց Կուրասաու։ Չգիտեմ, թե եղանակի բանը եղավ։ Այնտեղ մի օր զարթնեց, ասաց ես գնում եմ Կուրասաու։ Ինքը ինչ որ մեկի հետ Բելգիա ջան, ես ինձ խնդրում եմ ինձ ուղարկի Կուրասաու ինտերնետ վերցնելու, շատ շտապ պետք է։ Հա, այս Տոմսը արդեն գնել էր, մենք չգիտեինք։ Մի օր քրոջն էլ կանչում մեր տուն, նստած կոֆե ենք, սուտ ենք խմում։ Իրանք իր հետ պայմանավորված էին։ Հա։ Ինքը այնտեղ ինչ որ մեկի հետ կապնվում է, խոսում է, որ իր համար տուն վերցնեն վարձով, աշխատանքի տեղերը իմանա, որտեղ կարա աշխատի, ինչ կարա անի, դենքը անգլերեն լավ գիտի, նիդերլանդերեն փայլուն գիտի, միսատ ֆրանսերեն գիտի, դեստեղ ֆրանսերեն այնքան դեստեղ թույլ է իրան կարիք չուներ։ Վերջը տենց մոլադեց, մեկ է Կուրասաու էլ հայեր ունենք։ Կուրասաու պետք է գնա։ Ասում տղա ջան, Կուրասաուն որտեղ է, այդ տենց քո նման հարցը ես տվեցի իմ տղային, ասեց մամա, հեսա բացեմ, տես բացեց, իսկան հեռու տղա ջան։ Ամեն ոնց պետք է գանք։ Հա, ասում ստեղ ինչի քո աշխատանքը ունես, քո ամեն ինչը կան, ինչ տա։ Չէ, այդքան մի հատ էլ այնտեղ փորձեն։ Ճիշտ ասում, քանի գնաց, ճիշտ է, ինքն էլ դժվարություններ էր կրել առաջի տարին, որ մենք գնացինք, որտեվ Հոլանդիայի գնացածը նույնն է, ինչ որ Հոլանդիայի քաղաքացին, որտեվ այնտեղ Հոլանդիայի կղզին է, Բալոնյան է, բայց հոլանդերեն է, էլի լեզուն, բայց այնտեղի քաղաքացի պետք չի դիմես, որտեվ Հոլանդիայից գնացածը հոլանդերեն վերջ։ Իսկ Բելգիայինը մի քիչ ուրիշ է։ Ինքը մի տարի սպասեց, որ իրան աշխատանքի իրավունք տվեցին։ Ինչ լավ։ Հետո մի տարի էլ սպասեց, 4-րդ տարին է։ Մի տարի էլ սպասեց, որ մնալու իրավունքը տան։ Մի տարի ինքը սևով սպորտ զալում աշխատե։ Դեմք ես մեր հայերը, հա։ Հա։ Ճիշտ եմ քեզ ասում։ Սևով մի տարի սպորտ զալում աշխատե, նրանից հետո բզբզա, մի բան չգցնի, մի բան չանի։ Ինքը վարձով էլ մնացել է այդ մի տարին ու մենք ստեղից չենք օգնել իրան, ինքը իր ուժերով։ Ինքը իր մամայի պապայի տղան է։ Հա։ Նրանից հետո հիմա երկու դպրոցում սպորտ է տալիս, համ էլ ֆուտբոլ է խաղում։ Մոլադեց, մոլադեց։ Առաջի գրուպան։ Մարջան, մի քանի հարց եմ պատասխանել քո համար։ Ասա, լսում եմ։ Ինչպես կուզես որ քեզ հիշեն, երբ որ դու չլինես։ Ինչպես։ Մարուշը շատ աշխուժ, ամեն տեղ մտնող, դուրս եկող։ Եթե մտնում եմ շրջապատ, բոլորը անծանոթ են, վերջում բոլորը ծանոթ են լինում։ Ուզեմ, որ ինձ միշտ ուրախ հիշեն։ Ուրիշ ճար չունեն, ինձ թվում է։ Եթե ինչ-որ մի բան պետք է անես առանց գումարային փոխհատուցման։ Կանեմ, մեծ սիրով կանեմ։ Ինչ կանես։ Եթե զգամ իմ ընկերուհին հիվանդ է, կբերեմ իմ տուն կպահեմ։
ու եղել է, ու եղել է, Հա, ստեղ թե Հայաստան։ ստեղ, Լավ է։ այստեղ։ Քո նման ընկերները քիչ են։ Եթե իմանամ ինչ որ մեկը գումարի կարիք ունի, կտամ ու տվել եմ։ Մալադեց։ Դու կլսես հետո։ Եթե իմանամ ինչ որ մեկը իմ կարիքը ունի, ես կողքը կանգնած եմ։ Դե ասում իգեն ինտերվյու ժամանակ Մարիամը որ զանգեց, որ խոսում էի հետ, ապա ասեց մարդու պետք է գաս ստեղ մի հատ ընտանիք կա, դու պետք է ինտերվյուն անես իրանց, իրանք իմ ընտանիքի նման, իրանք իմ ծնողների նման, իմ դեչքիս կանգնած, բան մեծ էր ասում, որ իրանք Հայաստանի դրախտը բերել են իրանց պատմայան, ես էլ որ ասում եմ, ինձ մենակ ասեն մի տեղ արի, ես մարդիկ կան, որ գալիս են ստեղ մի քիչ հողը տենում են, մոռանում են իրանց անցյալը։ Բելգիա ուզում ես ասես։ Որտեղ լինի Եվրոպայում կամ Ամերիկայում մոռանում են իրանց անցյալը։ Ես չեմ մոռանում, իմ անցյալի հետ ես կապ ունեմ իմ անցյալից։ Ես չեմ կարող ասեմ ուրանամ իմ աղբերներս, իմ քուրս, իմ երկիրս, իմ գյուղս, իմ ընկերուներս։ Ճիշտ է, շատ կարևոր է։ Ես ամեն տարի որ գնում եմ իմ դասընկերուների հետ հանդիպում ենք։ Ամեն տարի 10 աղջիկ, 11, 10, 9, ամեն տարի հանդիպում ենք։ Ավելի պատկերացրու, ավելի լավ է մենք հանդիպում, քան դպրոցի տարիների։ Ուխտագնացության հետ գնում եմ։ Որտեղ։ Բելգիայի ուխտագնացությունը։ Հա, մեր ուխտագնացությունը, Հովսեփ։ Ես ամեն անգամ էսա Հովսեփը դիասի էլի ասեց։ Ամեն անգամ ասում ես է պետք եմ, որ ձեր այդ ամեծի քեֆերը տեսնում եմ, միշտ ինձ հիշացնում պապաս ինստիտուտում բանա ունեցել խոր հայկական երգեր, մենք քիչ ժամանակ երգել ենք, ու մենք ուր գնում էինք, պապա ինձ ընտանիքներ շատ լավ երգում են բոլորը, պապիկս էլ մամայիս կողմից շատ լավ։ Մենք դրա մեջ մեծացել ենք, ու միշտ այն օրը Հովսեփի նարային է ասում եմ Մանուշին, ասում եմ այդ ձեր ավտոբուսները, որ ես տեսնում եմ, ես հիշում եմ իմ մանկության ճանապարհորդությունները, այտենց հավեսով։ Ուրախ ավտոբուսն է։ Ուրախ ավտոբուս, ճիշտ է, ուրախ ավտոբուսն է։ Շատ լավ անցնում։ Հովսեփ ջան, ես խոսք եմ տալի, շուտով կգամ։ Մենա ուզում եի Եգիպտոս գնա, Երուսաղեմ գնայի, մենալ պապայի ծնունդն է չի ստացվում, բայց անպայման կմիանամ ձեզ մի անգամ։ Դժվարությունների ժամանակ ոնց ես վերաբերվում դժվարություններին։ Դժվարությունները շատ կան, բայց պետք է դու ինքդ քո մեջ պահես ու հաղթահարես։ Այդ դժվարությունները, այդ 10 տարիները, որ մենք դժվարություն ենք քաշել, մենք մեր ընտանիքով բոլորս զանգակ էինք, բայց հետո դառնում ենք բոլորս բամբակ։ Շատ կարևոր է։ Երբ ես վերջին անգամ քո ձեռքբերումները նշել, կամ արդյոք ունես տենց սովորություն ձեռքբերումներ նշելու։ Ձեռքբերումները այն է, որ ես իմ երեխեքով եմ հպարտանում։ Ամեն իրանց ծնունդները հպարտությամբ եմ նշում, որ ունեմ տենց խելոք բալիկներ։ Իմ իջալյոց աղջիկս ամուսնացած է, ունեմ 2 թոռնիկ, աղջիկս էլ է դպրոցում աշխատում։ Որտեղ Բրյուսելում, չստե։ Լովենում։ Ուրեմն աղջկան եկեք գնանք ինտերվյու անենք։ Կուրասան հերույա, Լովեն գարանք։ Չէ, այդ կողքի գյուղն է մնում։ Հա։ Ինչի համար ես երախտապարտ քո կյանքում։ Ինչի համար։ Ամուսնու ընտանիքի շատ կարևոր է, չէ։ Հատկապես այսքան տարի, ինչքան ժամանակ ամուսնացած եք հիմա արդեն։ Հեսա 38 տարի արդեն։ Մի ամբողջ կյանք։ Տվյալ պահին քո ուշադրությունը ինչի վրա է բևեռված։ Տղայիս։ Ամենացավոտ տեղը տղայիս։ Աշկիս Վիգենինն էլ ինքն էլ նույնը պատասխանեց։ Հիմա հետաքրքիր կլինի ձեր պատասխանները համեմատեք, չէ՞, հետո ինտերվյու ժամանակ։ Կա ինչ-որ մի բան, որի համար զղջում ես։ Շատ կա, որ զղջում եմ։ Հա։ Եթե կախարդական փայտիկ ունենայիր, ինչ կփոխեիր։ Եվրոպան դառնար Հայաստան։ Մենա դարձրել ես էլի ձեր տունը, ձեր քաղաքը։ Մարս ջան, շատ շնորհակալություն ձեր ջերմ ընդունելության, ձեր այս անկեղծության համար, ժամանակի համար, հա։ Շատ ուրախ եմ, որ սենց մարդկանց հետ առիթ լինում ծանոթանալու, ասենք հանդիպել ենք միջոցառումների ժամանակ, բայց տենց չի լինում, որ շփվես նույն ձևով, չէ, մարդկանց հետ, ու այս հաղորդումը ինձ մեսակ ուրիշ հնարավորություն է տալիս, որ
մարդկանց մարդուն մոտիկից ճանաչես, ճանաչես։ հա, ու անկեղծ պահեր են ստեղծվում, որոնք վստահ եմ ուրիշ ժամանակ դժվար են ստեղծում, որտեղ դրա համար կարևոր է, որ Բելգիահայը մեր բոլորի ռադիոն է, ու յուրաքանչյուր պատմություն շատ կարևոր է։ Չկա ոչ կարևոր պատմություններ։ Ես էլ շատ ուրախ եմ, որ հյուրընկալեցիք մեր տանը, ձեր այս հաղորդումը ընդլայնվի, բոլոր մեր հայերը սիրով մասնակցեն։ Գնանք հասնենք Կուրասաու, ասա։ Գնա հասի Կուրասաու, բայց Կուրասաում մենակ իմ տղեն է հայ, ուրիշ հայ չկա։ Բայց արժի, չէ։ Արժի, ասում ենք մենակ իմ տղու համար, որ գնաս հասնես այնտեղ։ Ցանկալի է, որտեղ որ հայ կա դու այնտեղ գնաս։ Մերսի։ Արդեն էքսպորտ ենք անում Մարիշի հետ հաղորդում Բելգիայից դուրս։ Չէ, շատ հետաքրքիր մարդիկ են մեզ այդտեղ շրջապատում, որոնց մասին չգիտենք կամ լավ չգիտենք կամ խորապես չգիտենք, որտեղ այս պատմությունները չենք պատմում, չէ, երբ էլ վերջի անգամ սենց խորասուզվել մանկություն, չէ։ Իսկ մեր ունկնդիրներն էլ կասեմ, որ լսեք ինտերվյուն, կիսվեք ձեր կարծիքներով, ձեր մտորումներով ու ամենակարևորը զանգահարեք Մարուշին ու կիսվեք ձեր տպավորություններով։ Ինձ թվում է շատ կարևոր է, որտեղ սա շատ ջերմ ու լավ ինտերվյու էր։ Համբուրում ենք բոլորին եւ ցանկանում ենք լավ օր։ Ապրես, շնորհակալություն։